Եթե դուք նայեք այդ քարտեզը, որով ինքը հանդես է եկել ազգերի լիգային 1919 թվականին, դուք կարող եք տեսնել, որ այդտեղ Հայաստանը այսպես եռանկյունաձև մի տարածք է, առանց Սյունիքի, առանց Հյուսիսային Թավուշի շրջանի բավականին մեծ մասի, կես Սևանով, որովհետև Սևանի կեսը եւ մնացած տարածքները իր քարտեզի վրա նկարված են որպես Ադրբեջան։ Պատահական չի, որ ազգերի լիգան չի ճանաչել այդ հանրապետությունը, դեմոկրատական իրեն անունը դրած, եւ փաստորեն չճանաչված այդ պետության իրավահաջորդն է իրեն հայտարարել Ադրբեջանը եւ ինչն է միայն իրավահաջորդությունը եղել ցեղասպանական քաղաքականությունը անշեղորեն դա իրականացվել է ընդ որում ոչ միայն ադրբեջանական այդ երուսակների կողմից այլև հենց Օսմանյան Թուրքիայի մասնակցությամբ դուք կարող եք նայել պատմությունը հույսով եմ գիտեք որ նույն այն մարդիկ ովքեր իրականացնում են արևմտյան Հայաստանում ցեղասպանությունը նրանք մասնակցել են եւ շարունակել են ոչ միայն արևելյան Հայաստանում այլ եւ փորձել են դա իրականացնել ամբողջ Անդրկովկասում այդպես որ մենք դա պետք է դիտարկենք որպես ցեղասպանություն եւ Ադրբեջանը դիտարկենք որպես երկրորդ ցեղասպանական պետություն մենք որովհետեւ անգամ 24-ին ապրիլի անընդհատ հնչեցնում ենք միայն Թուրքիայի անունը այնինչ մենք արդեն պետք է հստակեցնենք որ 1918 թվականից մինչ այսօրը երբ որ մենք խոսում ենք եւ կշարունակվի եթե Հայաստանը շարունակի իր անգործությամբ ոգևորի Ադրբեջանը այո դա կշարունակվի այդ ցեղասպանությունը Այնտեղից խոսում են Խոջալույի մասին, Ալիևը քանի օր է ուղղակիքները ստանում է դրանով, այստեղից որևէ արձագանք չկա, որ դա իրենց գործողությունների հետևանք էր, այսինքն իրենք հայտնի պատմություն է դա, դրան մասին նույնիսկ տեսաֆիլմեր կան, այստեղից որևէ արձագանք չկա, հերիք չի, նաև Սումգայիթի, Բաքվի, ջարդերի մասին որևէ մեկը չի խոսում, եւ դեռ արևմտյան Ադրբեջան այդ կեղծ թեզն էլ առաջ են տալիս եւ նրանք այստեղից էլ լռություն է։ Շնորհակալություն։ Տեսեք, ես մի քանի իրոք շատ շնորհակալություն հարցի համար եւ այդ հեշտադրումների համար, որովհետեւ առաջինը Ադրբեջանը եւ ինք անձամբ Իլհամ Ալիև հրաշալի գիտի, որ Խոջալու կոչվածը դա Աղդամի այս մերձավոր տարածքներում 3 կիլոմետր դեպի Աղդամից այս կողմ, իսկ Խոջալուն 25-30 կիլոմետրի վրա է, այնպես որ ինչպես Ադրբեջան հանրապետության անվանումն է կեղծ, նույն ձևի այդ Խոջալու անվանումը կեղծ է, մեկ, երկրորդը, այո, մենք պնդում ենք, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետևողական այդպես էլ չեղան, մենք պնդում ենք, որ հենց այդ Աղդամի դեպքերը, որովհետև դա այդպես պետք է կոչել, պետք է դրանցով դիմել միջազգային, ՄԱԿ-ի միջազգային դատարան, այն ժամանակ մենք միջազգային քրեական դատարանի անդամ չէինք, որովհետև դա հանցագործություն է երկարատև նպատակներով, առաջինը, նայեք, որ օրն են ընտրել 26 փետրվարի, դրանով ուզում են քողարկել Սումգայիթի այդ աննախադեպ Արյունոտ, կարելի ասել վայրի այդ դեպքերը եւ դրանից բացի նրանք ուզում են քողարկեն եւ այն եւ Հայաստանը լրացիալ ձևով օգնում է եւ ողջորում է դրանում այն որ սպանվել են այնտեղ թուրք մեսխետները որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հստակ տարածել է լուրը եւ ադրբեջանցիները գիտեն ինչի մասին վկայում է Խոջալու քաղաք կոչվածի քաղաքապետի խոստովանությունները ինքը ասել է որ այո մենք գիտեինք ով է իրենց տարել ով է շեղել ճանապարհը ով է տարել իրենց եւ հայկական կողմի ֆիդայինները մինչեւ վերջի օրն էլ հարցնում են ով է սկսել իրենց կրակել հետևից այսինքն մենք պետք է հստակեցնենք որ դա հերթական Ադրբեջանի հերթական ցեղասպանական գործողությունն է կրկնում եմ թուրք մեսխետների նկատմամբ եւ այդ մարմինների պղծումը լինի դա Չինգիզ Մուստաֆայևը լինի դա Դանա Մազալովան նրանք հստակեցրել են որ այն մարդիկ էին որոնք երկու անգամ են հայտնվել այդ տարածքում առաջի անգամ երբ որ միայն տեղում այդ ժամանակ գտնվող լրագրողներն էին իսկ երկրորդ անգամ
իրենք նորից ընդգրկվել են այն միջազգային արդեն եկած լրագրողների հետ եւ իրենց սարսափը այդ երկուսի նրանք դրա մասին գրել են պատահական չէ որ Չինգիզ Մուստաֆայիին սպանել են հենց ադրբեջանական այդ գաղտնի ծառայությունները եւ տեսել են որ այն մարմինները որոնք երեք տեսել են բոլորովին դեռ չտված պղծած ամբողջովին եթե նայեք նկարներին այդտեղ գոնե այն նկարներին որոնք համապատասխանում են դուք կտեսնեք որ դրանք թուրք մեսխետներ են եւ պատահական չի որովհետեւ Խոջալույում էլ Գետաշենում էլ Մարտունաշենում էլ ամենտեղ որտեղից իրենք դուրս էին մղում հայերին նրանք բերում են անմիջապես այդտեղ բնակեցնում են թուրք մեսխետներին եւ շատ կարևոր հանգամանք է մեզ համար որ փաստորեն մուսուլմանական իսլամական օրենքով ինչպես ասեմ նրանց ցանկացած մուսուլման որ մահանում է պետք է նույն իրեն օրը ուղարկեն իրենք պահել են այդ մարմինները մի քանի օր ինչը խոսում են նրա մասին որ իրենք չէին վերաբերվում նրանց ինչպես յուրայիններին եւ այս առումով մենք պետք է ելի եմ ասում ես դատապարտում եմ Ադրբեջանի թե ցեղասպանական գործողությունները եւ դրա ստի վրա կառուցված այդ տեղեկատվական հարձակումը եւ կարելի ասել շարունակական բնույթ կրող այդ արդեն այսօր հիբրիդային ցեղասպանությունը բայց ես դատապարտում եմ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մանավանդ օրվա ես այսօր կարդում եմ որ ադրբեջանական թերթերում մեջբերում են անում որ տեսեք իրենց վարչապետը ասել է դեռ 15 թվականի ցեղասպանությունը մենք պետք է դեռ պարզենք դա ինչ է եղել եւ քանի հոգի է դա ամոթ է Ես դա որպես մարդկային բարոյական դաշնում, բայց եւ դա հանցագործություն է, ինչու, որովհետեւ ցեղասպանությունը, մոռացության տալը, մերժելը, կասկածելը դրա մեջ եւս ցեղասպանագետների կողմից ընկալվում է որպես ցեղասպանությանը նպաստող հանգամանքներ։ Եվ մենք պետք է հստակեցնենք, որ այդպես չի, որ 38 տարին անցել է, չեն ընդունել մինչև հիմա մի նորմ, որը վերաբերվեր հատուկ սոցիալական օգնությանը մարզապուրց ուղղակի ցեղասպանությունից փրկվածների, նրանց մասնավորապես նրանց ովքեր ունեն զոհված իրենց ընտանիքի անդամներին։ Ամոթ չի մարտի 1-ի զոհերին իրենք տալիս են ինչ-որ տասնյակ միլիոն դրամներ, իսկ նրանք ովքեր կորցրել են այս ազգային ազատագրական ընդ որում ոչ մի բանով մեղք չունեցող մարդկանց նրանց այդպես էլ հատուկ կարգավիճակ չի տրվել։ Դա ում պատմես եւ ում մեղադրես։ Եկեք մենք հստակեցնենք, միջև մենք չգտնենք բոլոր սխալները մեր մեջ, մեզ վրա այո հարձակումներ են լինելու, այո Ադրբեջանը ցեղասպանություն է շարունակելու եւ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ Հայաստանի Հանրապետության հանրությունը, հասարակությունը, լայն հասարակությունը, ոչ միայն ընդդիմադիր ուժերը եւ կուսակցությունները, այլ հստակեցնել, որ եթե այս վարչակազմը շարունակի մնալ եւ շարունակի անպայման շարունակելու այս քաղաքականությունը, ապա որևէ մի բան չի խոսում հոգուտ նրան, որ Ադրբեջանը չի խուժելու Հայաստան, որովհետև դրանք հայտարարել են, այո, մենք գալու ենք Հայաստան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Մենք գիտենք, որ արդեն այդպիսի գործընթացը սկսվել է։ Դրա համար ես գտնում եմ պատմությունը վերջ չունի։ Այո, չենք կարողացել դիմադրենք եւ 18 թվականից մինչ այսօր նսեմացված վիճակում է գտնվում հայ ժողովուրդը, բայց այն օրը, երբ որ մենք հասկանանք, որ մեր միասնության մեջ է մեր ի վերջո ապագայի ամենամեծ երաշխիքը, ես կարծում եմ մենք սկսելու ենք այդ պայքարը։ Հիշեք, որ 15 թվականի այսպես ասած ուսումնասիրությունները հիմնականում արվում էին արևմտյան Հայաստանում եւ ցավոք սրտի մինչ այսօր չեն գտել իրավաբանական հաստատում։